Վերնագիրը այսպես է. Լեղ ախարայի։ Մարդիկա գիտեն, հա? Ինչ է նշանակում։ Ամեն ձեռքեր եմ տեսնում, որ մարդիկա ասում են, մենք գիտենք ինչ է նշանակում, փառք Աստծուն, բայց համոզված եմ, մինչև որ քարոզի վերջը լսեք, հաստատ ձեզ համար է պարզ կեղնը, որ դուք եք լսել այս խոսքերը։ Ասում ես, ես չեմ լսել, լսել ես։ Լսել ես, սիրելիս։ Արեք բացենք առաջի տեղը, որտեղից որ սկսենք խոսելը, Հայտնության գիրքը բացենք, 3-րդ գլուխ եւ առաջի խոսքերից։ Երրորդ գլուխ առաջի խոսքից Հայտնության գիրք գրված այսպես. Եվ Սարդեսի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Աստծո 7 հոգիները եւ 7 աստղերը ունեցողը։ Գիտեմ քո գործերը, որ անուն ունից թե կենտանի ես, բայց մեռած ես։ Արտուն եղիր, որ հաստատեր մնացածներին, որ մեռնելու մոտ են, որովհետև քո գործերը կատարյալ չկդա Աստծո առաջին։ Արդ հիշիր, թե ինչպես ընդունեցիր եւ լսեցիր, եւ պահիր եւ ապաշխարիր, ապա թե չարթնանաս։ Ես կգամ քեզ վրա կողի պես եւ չես իմանալ, թե որ ժամում քեզ մոտ կգամ։ Բայց մի քանի անձինք ունիս Սարդեսի մեջ էլ, որ իրանց հանդերձները չկեղդոտեցին, եւ նրանք սպիտակներով ման կգան ինձ հետ, որովհետեւ արժանի են։ Ով որ հաղթում է, նա սպիտակ հանդերձներ կհագնի, եւ նրա անունը կյանքի կրկիտ չեմ ճնջիլ, եւ կտավանեմ նրա անունը իմ հոր առաջին, եւ նրա հրեշտակների առաջին, ով որ ականջ ունի թող լսե, որ հոգին ասում է եկեղեցիներին։ Փառք Աստծուն, ինչպես տեսնում եք, այսօրվա խոսքը սկսելու ենք այստեղից, ելի չեմ խոսալու փափուկ բարձի մասին, ամեն, չեմ խոսալու ամեն բան լավ է, կերխմի քեֆ արա, մի երկուն եք, չէ, աշխարհը խալի է ոտքերի տակ, այո, մենք այսօր խոսալու ենք Քրիստոսին նմանվելու մասին։ Մենք այսօր խոսալու ենք մեր կյանքի ներսի փոփոխության մասին։ Մենք խոսալու ենք այսօր ու հասկանալու ենք Աստծո կանչին արձագանքելու մասին։ Գիտեք, շատ կարևոր է, շատ կարևոր բաներ են այստեղ գրված, երբ որ մենք արտացինք այս 3-րդ գլխի առաջի համարից, կարելի ասել, որ ամբողջ Աստվածաշունչը կարելի ասել մի քանի խոսքերով կարելի է հասկանալ, որ Աստված զգուշացնում է, Աստված մարդկանց բարձրացնում է, հորդորում է, ուղղում է եւ զգուշացնում է, որ կարող է եթե չփոխվես, այս կատարվի հետդ, եթե փոխվար ես քեզ հաղթող կանեմ, եթե փոխվար ես քեզ համար ծրագիր ունեմ, ամեն։ Ու այո, սա մեր նաև կյանքն է այստեղ ամբողջապես գրված։ Ամբողջապես մեր կյանքի պատմությունը կարելի է այստեղ մենք հասկանանք ու կարելի ասել այսքանը երբ որ ուսումնասիրենք, կարելի է գիրքը փակել եւ ասել, որ այո, կարելի է այսքանով սահմանափակվել եւ ապրել եւ տեսնել արդյունքը։ Բայց գիտեք, ինչքան հետաքրքիր է, երբ որ Աստվածաշունչը սկսում ես ավելի շատ խորանալ, ուսումնասիրել, շատ բաներ Աստված ավելի խորը, ավելի ուղիղ է տալիս մարդուն, որ մարդը կարողանա իրավիճակը իր հասկանա, ինքը ինչ իրավիճակի մեջ է եւ դուրս գա այդ իրավիճակից։ Եվ գիտեք, այստեղ որ կարդում ենք, Աստված ամենաառաջինը զգուշացնում է քնելու եւ արթնանալու մասին։ Ասում է, գիտեմ քո գործերը, որ անուն ունիս թե կենտանի ես, բայց մեռած ես, արտուն եղիր։ Այսինքն արտուն լինելը դա չի նշանակում ֆիզիկական արթնության մասին։ Եթե ես աչքերս բաց է չեմ քնում, ուրեմն ես մեռած չեմ, ես կենտանի եմ, չէ, սիրելիս։ Այստեղ վերաբերում է հոգևոր քնած լինելու մասին։ Այսպիսի խոսք ասում է քնածի ու մեռածի տարբերությունը որն է, չէ։ Որ նայում ես առաջի հայացքից շատ տարբերություն չես տեսնում։ Գիտեք, բայց ինչն է լավ, որ Աստված այստեղ ասում է, գիտեմ քո գործերը, որ անուն ունիս, որ կենտանի ես, որ անուն ունիս կենտանի ես, բայց մեռած ես։ Գիտեք, ինչն է հետաքրքիր, որ այո, այստեղ խոսում է Աստված երկագի կյանքի մասին։
Երգագի կյանք, որ ցույց է տալիս, որ կենտանի է, ցույց է տալիս, որ կա ինքը Աստծո մեջ է, եկեղեցու մեջ է, փառք Աստծուն, հալելույա, ամեն ձեռքեր, ամեն ժամանակ բարձր Աստծուն է փառաբանում, բայց ասում է ես քո ներսն եմ տեսնում։ Ներսդ քնած վիճակ է։ Ներսդ մեռած վիճակ է։ Ու գիտեք, մինչև քնելը կարելի է երկու քայլ առանձնացնել, հոգնել, թմրել, ճիշտ է, հորանջելը կա, բայց հորանջելը հանենք է դեղից դուրս, հոգնել, թմրել ու քնել։ Մինչև քնելը մեր մոտ միշտ գալիս է երկու process է, սկզբում հոգնում ենք ինչ-որ բաներից, հետո թմրություն է գալիս ինչ-որ բաների մեջ ու միանգամից չէ այդ քնելը։ Երբ որ նկատում ես ու բռնացնում ես քեզ, որ հոգնել ես աստվածապաշտության կյանքի մեջ, հոգնել ես արտարության մեջ քայլելուց, հոգնել ես ճշմարտությանը, հոգնել ես աստվածաշունչ կարդալու մեջ, գիտես, հաջորդ քայլը թմրելն է։ Եթե թմրել ես արդեն սիրելիս, հաջորդ քայլը քնելն է արդեն։ Դրա համար աստվածաշունչը Աստված մեզ սովորեցնում է, որ մենք ուշադիր լինենք, որ փուլի մեջ ենք մենք հայտնվել։ Եթե թարմ ես, փառք Աստծուն, Աստվածաշունչը Հիսուս Քրիստոսը մեզ սովորեցնում է, եթե գիտես, որ դու հաստատ կանգնած ես, մենք մի հատ բառ ունենք, արխային եղի, չէ՞։ Արխային մի եղի, Հիսուսը չի ասում, եթե դու արտուն ես ու հաստատ կանգնած ես, արխային մի եղի, այլ հակառակ ասում է, զգուշավոր եղի, որ չսխալվես, զգուշավոր եղի, որ չսայթակես։ Փառք Հիսուսին, ամեն։ Ամեն, ես օրինակ տեսել եմ մարդկանց, ովքեր որ 80 տարեկան անց մարդիկ են, բայց կյանքով լցված մարդիկ են։ Հոգնածություն իրանց կյանքերի մեջ չես տեսնում։ Եթե հետները մի քիչ շփվես, մի 20 տարվա ծրագիր ունեն տերելը, ապրելու, արարելու, անելու։ Ես տեսել եմ օրինակ, չգիտեմ դուք տեսել եք թե չէ այդպիսի մարդկանց, բայց կան 20 տարեկան երիտասարդներ, հոգնել են այս ամեն ինչից։ Ամենասիրած բառը օֆն է։ Օֆ հոգնած այս կյանքից Արամ Ասադրյանն է երգում, չէ, ողջ աշխարհն է քնած։ Հոգնած ամեն ինչից, սիրելիս մենք կանչված ենք թարմությամբ, արձվի ուժով, վազելու, սլանալու չհոգնելու, ամեն։ Ինձ ու քեզ նորոգողը երկնքից է։ Իմ ու քո սնուցանումը երկնքից է, ամեն։ Փառք Հիսուսին։ Ես հավատում եմ, որ մենք հենց այդ մարդիկ ենք, ովքեր որ լավ օրինակ են լինելու հաջորդ սերունդների համար, վազելու չհոգնելու, ամեն։ Ու գիտեք, մի մարդու նկար եմ բերել, այստեղ կարող ենք մենք տեսնել։ Եթե մեզանից շատերը կամ ինչ որ մենք գիտենք մարդկանց, ովքեր որ հոգնել են արդեն իրավիճակներից, խնդիրներից, իրանց կյանքի դժվարություններից, հա, ու չի ստացվում իրանց մոտ շատ բաներ, արդեն ձեռքերը կախել են, վայր են կախել, ու մի հատ գիրք կարող են գրել մենակ ու այդ գրքի վերնագիրը այսպես է, բողոքի գիրք։ Կար չէ ԽՍՀՄ-ի ժամանակ դրված էր բողոքի գրքեր, եթե բողոք ուներ, ու այդ մարդու կյանքի մեջ արդեն մի հատ գիրք կա, ինքը ամեն օր գրում է այդ գրքի մեջ ու այդ բողոքի գիրքն է։ Գիտես, այս մարդուն հիմա որ ցույց տան, նայիր, ու այս մարդու կյանքը ուսումնասիրք, հասկանաս, որ եթե բողոքելու լիներ, առաջինը նա պետք է բողոքեր կյանքից։ Գցեք մի հատ։ Տեսնում եք այս մարդուն։ Նիկ Վուչիչն է ինքը։ Մի մարդ, ով ծնվելուց չի ունեցել ձեռքեր, չի ունեցել անգամ ոտքեր։ Ով ծնվել է հոգևոր ընտանիքում, դաժե ավելին ասեմ, հովվի ընտանիքում, ով իր կյանքի ընթացքում շատ անգամներ փորձել է ինքնասպանություն գործել, որովհետև չի ունեցել հնարավորություն ազատ տեղաշարժվելու, չի ունեցել հնարավորություն ձեռքերով կամ ինչ-որ գործողություն անելու, գիտեք, բայց մի օր նա հասկացավ իր պոտենցիալը, ու ասում է ես հասկացա, որ իրականում ես եթե ձեռքեր չունեմ ու ոտքեր չունեմ, դա դատապարտություն չէ իմ կյանքիս համար, դա դատավճիռ չէ իմ կյանքիս համար,
Ու ինքը գիտեք այսօր իշքան հաջողակ մարդ է։ Աշխարհում միլիոնավոր մարդկանց է քարոզում Քրիստոսին։ Գիտեք իշքան պտուղներ ունի ինքը։ Թե իր կյանքը դասավորված է, թե նյութապես, թե հոգևորապես շատ լավ։ Գիտեք մի բանի պատճառը, որ ինքը հասկացել է, որ իր միջին ավելի զորավոր է, քան իր ֆիզիկական պակասությունն ու թերությունը, ամեն։ Գիտեք ես սիրում եմ իր ելույթների, իր քարոզների մեջ մի բան է ինքը շատ ամեն անգամ համարյա վերջում ցույց տալիս, շատ հետաքրքիր մի բան, որը իմ շատ են ցնցում։ Նրան ամեն անգամ կանգնեցնում են մի սեղանի վրա, բարձր տեղ, ու նա խոսում է, քարոզում է, ու վերջում մի բան է ցույց տալիս։ Կանգնում ասում է ուշադիր նայեք ինձ։ Ու երեսնի վրա ընկնում է այդ սեղանի վրա։ Ընկնում է ու առանց ձեռքերի, առանց ոտքերի կանգնում է էլի։ Կանգնում ասում է, եթե ես չունեմ ձեռքեր ու ոտքեր, ու ընկած վիճակից կարող եմ կանգնել, դու ձեռքերով ու ոտքերով երբեք ընկած չմնաս։ Ամեն։ Փառք Աստծուն։ Դու երբեք ընկած չմնաս, սիրելիս։ Դու իրավունք չունես ընկած մնալու, որովհետև դու ունես ձեռքեր, դու ունես ոտքեր։ Ամեն։ Դու ունես Աստված, ով որ զորություն է տալիս կանգնելու առաջ գնալու։ Ամեն։ Եվ այո, ով ես դու ներսից, ով ես դու ներսևանց, դա էլ կարդացոլվի քո կյանքում, սիրելիս։ Ով ես դու ներսևանց, սա է կարևորը։ Երեսանց մենք կարող ենք շատ մարդկանց շատ բաներ ցույց տալ, բայց մեր ներսը ինչ նոր կա, մեր ներսը ինչով որ մենք լցված ենք, դա էլ կարդայդի մեր կյանքը։ Հիսուսը փարիսեցիներին, քահանաներին, երբ որ դպիրներին հանդիմանում էր, ասում էր. «Դուք դրսևանց գեղեցիկ եք։ Դուք դրսևանց Այն որ ասում է փապագելի եք մարդկանց համար, որ հրավիրեն ձեզ իրենց տները, լավ խնջույքների մասնակցեք, բայց ասում են ներսևանց, ձեր մեջը մեռած ոսկորներ են, փտած ոսկորներ են։ Դուք ներսևանց չեք կարող ինչ որ ազդեցություն եւ օգուտ բերել, բայց դրսևանց է միայն այդ ամենը ձեր կյանքերի մեջ։ Գիտեք ինչն է մեզ լցնում, դա էլ կամ կհիասթափեցնի մեզ ու մեր շրջապատին, կամ կուրախացնի մեզ եւ մեր շրջապատին, ամեն։ Ես հիշում եմ, երբ որ ես փոքր էի, ու այն ժամանակ հեռուստացույցով գովազներ շատ կար, հիշում եք Բլենդամետ, գովազ չեմ անում, հիմա երևի չկա էլ Բլենդամետը, Բլենդամետ Ադամի մածուկ կար, ու Բլենդամետ Ադամի մածուկը, երբ որ ցույց են տալիս գովազդի մեջ, սեղմում էին ու 3 գույներ էին դուրս գալիս, կարմիր, կանաչ, սպիտակ, հա, հիշում եք, չէ՞։ Ու ես ծնողներիս ամեն անգամ որ առևտուր էին գնում անելու, ասում եմ, խնդրեմ, այդ բլենդամետից առեք, որ 3 գույնով է դուրս գալիս։ Ու ամեն անգամ իրանք գնում էին, բերում էին, տալիս են, սեղմում էին, սպիտակ էր դուրս գալիս միջից։ Այնքան է հիասթափվում, ասում եմ, լավ էլ ինչի գույնավոր չէ։ Գիտեք, մեզ է շատ անգամ մինչև չսեղմեն, մեր միջի պարունակությունը չի երևա։ Մինչև չսեղմեն, չենք տեսնի հիասթափվեն, թե կուրախանան մեզանով։ Իրավիճակներ կեղն, այո, կսեղմվենք։ Աստված կհիասթափվի, թե Աստված հոբի նման ծապ կդա կասի ապրես։ Սա է մեր պարունակությունը, սիրելիս։ Իսկ այսօր մենք խոսալու ենք իրականում ներսի պարունակության մասին։ Խոսալու ենք, որ այո, Աստված կարող է փոխել, եթե թույլ տանք։ Եվ արեք բացենք Ծննդոց 4-րդ գլուխը, Ծննդոց 4-րդ գլուխ եւ 5-րդ համարը։ Բայց Կայենին եւ նրա ընծային մտիկ չարավ։ Եվ Կայենը շատ բարգացավ եւ երեսը կախեց։ Եվ Աստված Կայենին ասեց. «Ինչու ես բարգացել եւ ինչու ես երեսդ կախել։ Չէ որ եթե բարի լինես կբարձրանա, բայց եթե բարի չլինես մեղքը դրանդ մոտ բարգած է եւ նա քեզ է փապագում, բայց դու իշխիր նրա վրա»։ Եվ 8-րդ համարը, եւ Կայենը իր Հաբել եղբոր հետ խոսեց եւ եղավ, երբ որ նրանք դաշտումն են, Կայենը վեր կացավ իր եղբայր Հաբելի վրա եւ սպանեց նրան։
Տեսնում ենք այստեղ մի հրաշալի պատմություն, որ երկու եղբայրով զոհաբերություններ են անում, չէ՞։ Մարդկային աչքերին տեսնում է, որ իրանց հայրը Ադամը տեսնում է, որ իր տղեկը երկուսն էլ հավատարիմ զոհաբերություններ են անում, լավ է, աստվածապաշտություն է երևում, բայց գիտեք, Աստված չէր տեսնում միայն արտաքինը, Աստված տեսնում էր նաև ներսը։ Եվ Աստված սրդացավ, Աստված տեսավ Կայենի սիրտը ու ինչ ասեց, ասեց Կայեն, քո սիրտը ծուռ է, փոխե սրդիդ վիճակը, նորոգե ներսդ, ես քեզ կօգնեմ, ես քո հետ եմ, մի արա այդպիսի բաներ, չարություն է ներսումդ լցված, այո արտաքինից դու աստվածապաշտ ես երևում, քո պապան կողքից տեսնում, ասում են լավ է տղաս գնաց զոհաբերություն արեց, ինչ լավ է, հավատքի մեջ է երևի, բայց ասում է ես խո տեսնում եմ քո ներսը, ես խո տեսնում եմ քո ներսը, որ չարություն կա այնտեղ, ես առաջինը համարում եմ, Աստված ասում է, ես առաջինը համարում եմ ներսիդ վիճակի կարևորությունը, արի բժշկեմ ես քեզի, թույլ տուր բժշկեմ ես քեզ, գիտեք ինչ եղավ, թույլ չտվեց, և ներսի վիճակը երևաց, և ներսի վիճակը չար գործ արեց, առաջի եղբայրասպանությունը եղավ երկրի վրա, ինչն էր ներսը, չարություն, չներում, շատ նոր ասում է ամեն մեկից համար ստապեցնող երկու հարազատ եղբայրներ այսպիսի մի բան արեցին, ինչն էր պատճառը, որ չուզեցավ ներսը փոխել, սիրելիս մենք այսօր մենք էլ ենք կանգնած Աստծու առաջ ու կլինի իրավիճակներ, որ սատանեն ինքը ասում է քնած չէ, եղբայրների դեմ բանսարգուն, որ եղբայրների մեջ ուզում է կռիվներ գծել, մենք է պետք է արտուն ու զարտուն լինենք, երբ որ մեր ներսն է ինչ-որ բաներ է ուզում գծել, մենք միանգամից որոշենք, որ այո, ես կփոխվեմ, ես չեմ լինի Կայենի նման, ես կապաշխարեմ Տեր, ես կընդունեմ քո կանչդ, քո ուղումդ, ու սա կեղնի իրական փրկություն։ Այո, այստեղ միտեղ մենք տեսնում ենք, որ սխալ որոշում կայացվեց եւ սխալ որոշումը սխալ հետևանքի արդյունք դառավ։ Առաջի մարդը սպանվեց երկրի վրա։ Ու մի հատ իրական պատմություն կա Չինաստան Հանրապետության հիմնադիրը Մաո Ցեդունի մասին չգիտեմ լսել եք։ Մաո Ցեդունը ինքը մի այսպիսի օրենք է հանում, ասում է թռչունները մեր բերքը ուտում են, ճնճղուկները ասում է ցորենից վրայից վերցնում են, ամեն անգամ գալիս են կերակուր են տանում, մեր ցորենը պակասում է, բերեք այսպիսի մի օրենք եմ հանում, թռչուններին չենք ներելու, սպանել ամեն թռչունի, դե քանի որ սպանել ամեն թռչունի չէին կարող, որոշում կայացրեցին, որ կաթսաներ վերցրին իրենց ձեռքերի մեջ, թմբուկներ վերցնել ամբողջ Չինաստանի ժողովուրդը եւ թռչուններին հանգիստ չտալ, որ ճնճղուկները չկարողանան ինչ որ միտեղ նստել, հանգստանալ, ամեն անգամ այդ թմբուկները խփում էին թռչուններ, թռնում էին եւ չէին հասցնում հանգստանալ, ու այդպես սրդերները կանգնում էր նրանց։ Ու ամբողջ Չինաստանից, դե քանի որ իրանց մոտ օրենքը օրենք էր, ամբողջ Չինաստանից ճնճղուկները վերացան։ Նրանք մտածին, վերջ, մեր հաց արդեն նորմալ կլինի, ցորեն ուտող չի լինի, խնդիրը լուծված է, բայց այս խնդիրի սկիզբն էր սիրելիս։ Սխալ որոշումը երբեք չի կարող խնդիրը լուծված համարել։ Այս սխալ որոշման պատճառով հաջորդ իսկ քայլին եկան մորեխները։ Քանի որ մորեխների թշնամիները ճնճղուկներն էին, չկար էլ ճնճղուկ, մորեխներն եկան, ու մորեխները ամբողջ բերքը, ամբողջ Չինաստանի բերքը կերան։ Ու ժողովուրդը 30 միլիոն մարդ Չինաստանում մահացան սովից։ 30 միլիոն մարդ մահացավ սովից։ Գիտեք, սխալ որոշման պատճառ էր, բայց երբ որ ես ուսումնասիրեցի Մաո Ցեդունի բնավորությունը, իր կյանքը, նրա համար գրված էր, որ նա անհանդուրժողական էր, թե ժողովրդի հանդեպ,
թե իրեն կարծիք հայտնողների հանդեպ, ամեն մարդու հանդեպ իր բնավորության կիզն էր անհանդուրժողական լինելը։ Տեսնում եք, մարդու ներսը այն ինչ որ կա, եղավ մեծ ժողովրդի մահվան պատճառ։ Ինչ էր, անհանդուրժողական նաև գտնվավ բնության հանդեպ, կողքինի հանդեպ, եւ այո, տուժողը ամբողջ ժողովուրդը եղավ։ Սիրելիներս, մենք պետք է լինենք հանդուրժողական մեր ներսից, ներող մեր ներսից, ոչ թե դրսևանց սիրուն հայացքով ժպտացող, բայց ներսից մարդկանց հալածող կամ ներսից մարդկանց դեմ պայքարող, այլ իրականում ներող, իրականում մարդկանց հանդեպ սեր, քաղցրություն ցույց տվողներ լինենք, որպես այո Աստծո քաղցր զավակներ։ Ամեն։ Ու մարդիկ ասում են, թե մենք այդպես ենք, մենք ներսևանց ուղիղ խոսածող ենք։ Սիրելիս, ես խիստ կասկածում եմ, որ ամեն այդպես ասածողը, որ ես ներսիցս ինչ եկավ, ես մի անգամից մարդուն դեմ ասեմ։ Ես խիստ կասկածում եմ, որ դու ամեն մարդու կարող ես այդ ձևը ասես։ Եթե քո նման բնավորությամբ մարդ հանդիպի, չես ասի այդ երբեք։ Լավ, սիրելիներս, Գնանք առաջ եւ այո, տեսնում ենք, որ իրականում, երբ որ Կայենը չլուծեց իր ներսի հարցերը, ներսը լուծեց իր հարցերը։ Իր ներսի վիճակը լուծեց իր հարցերը։ Արեք բացենք Ելից երկրորդ գլուխը։ Մինչև դուք կբացեք Ելից երկրորդ գլուխը, ես կարճ ասեմ ժամանակը խնայելով, այստեղ գրված է Մովսեսի պատմությունը, երբ Մովսեսը դեռ մանուկ էր ու Եգիպտոսում մի հրաման եղավ, որ բոլոր հրեա երեխաներին սպանել, չթողնել, ու Մովսեսի ծնողները 3 ամիս պահեցին Մովսեսին, գիտեք դժվար է 3 ամիս այն երկրում, որտեղ որ դու ստրուկի կարգավիճակում ես, հրաման կատարող ես ու 3 ամիս ու այդ երեխան մեծանում էր ամեն անգամ ավելի ուժեղ էր լաց լինում, ծենը ավելի շատ էր տարածվում, ավելի էր, այսպես ասած, լուր տարածվում, որ այստեղ երեխա են պահել երևի հրեաները ու այնտեղ մահապատիժ էր անգամ, եթե չհնազանդվեին փարավոնի հրամաններին։ Ու ինչ արեց Մովսեսի մայրը։ Մովսեսի մայրը մի հետաքրքիր միտք ուներ, Աստծո ծրագրից հեռու չլինեմ։ Աստծո ծրագիրն էր Մովսեսի համար։ Եվ նա ինչ արեց։ Նա իր երեխային վերցրեց մի զամբյուղի մեջ դրեց ու գիտեր, որ ժամին են այնտեղ դուրս գալիս լողանալու փարավոնի աղջիկը կամ փարավոնի ընտանիքից, նա հենց այդ տարածքի մեջ բաց թողեց մանուկ Մովսեսին, որ փրկվի, ոչ թե որ կործանվի, այլ այնպես էր նա այդ ամենը այդ ծղոտը ծեպել կուպրով, որ փրկվի Մովսեսը։ Գիտեք ինչ եղավ։ Ու պատահական փարավոնի ընտանիքից տեսան Մովսեսին, վերցրեցին ու գիտեք ինչ եղավ հաջորդ քայլը։ Երբ որ մարդը Աստծո կամքի մեջ գնում է, հաջորդ քայլը օրհնություն է լինում։ Հաջորդ քայլը եղավ, որ պատահականորեն Մովսեսի մորը կանչեցին, որպես Մովսեսին դայակ լինելու։ Այն է վճարով։ Պետք է վճարեին Մովսեսի մորը, որ Մովսեսի մերը Մովսեսին սնուցաներ մեծացներ։ Այն ինչ որ իր պարտականությունն էր, նա այս անգամ վճարով էր անելու։ Նրան գումար էին տալիս եւ նա այդ ամենը անում էր սիրով, որովհետեւ ինքը իր երեխային էր տալիս։ Չէ՞։ Այն ինչ որ Աստծո օրհնությունն է, ինչ որ Աստծո ծրագրի մեջ է, անգամ այդտեղ Աստված երկինքը կբացի, որ քեզ կօրհնեն, սիրելիս։ Ամեն։ Ու ինչ եղավ շարունակությունը։ Շարունակությունը արեք կարտանք երկրորդ գլուխ եւ 11-ից 12-րդ համարը։ Եվ եղա այն օրը, որ Մովսեսը մեծացավ եւ դուրս գնաց իր եղբայրների մոտ եւ նրան ծանր գործքերը տեսավ եւ տեսավ մի եգիպտացի, որ իր եբրայցի եղբայրներից մեկին ծեծում էր եւ այս կողմ եւ այն կողմ մտիկը տվավ եւ տեսավ, որ մարդ չկա եւ մերձրեց եգիպտացուն եւ ավազումը թաղեց նրան։ Ինչ ենք մենք այստեղ այս պատմության մեջ տեսնում։ Մովսեսը, երբ որ նրա մայրը նրան մեծացնում էր, մենք հասկանում ենք, որ հրյա մայրը
չէր կարող նրան մեծացնել փարավոնի կամ եգիպտական օրենքներով։ Նրա ներսը ամեն անգամ դնում էր, որ դու հրեա ես։ Դու մեծանում ես, դու արդեն 20 տարեկան ես, 30 տարեկան ես, 40 տարեկան ես, դու հրեա ես։ Մենք ունենք Աստված, ով ունես օրենքները։ Մենք ունենք Աստված, ով որ օրհնելու է քեզ քո կյանքի բոլոր օրերի մեջ։ Մենակ դե դու բայր Աստծո խոսքը։ Ու գիտեք, ամեն անգամ իր մեջ լցվելով, որ ինքը հրեա է, ինքը Աստծո ընտրված ժողովուրդն է, բայց արտաքինից իրան սովորեցնում են, որ դու փարավոնի տնից ես, դու պետք է փարավոնին նման լինես, դու ուժեղ լինես, դու թույլ չլինես, կեցվածքով, այս ձև, այն ձև, կազմվածքով։ Գիտեք, կար երկու տարբեր իրավիճակ, ներսևանց ու դրսևանց։ Ներսից ինքը հավատքի մարդ էր, դրսից ինքը շատ խիստ հավատքից հեռու, կուրկերին պաշտող եւ այլն այդպիսի մարդ էր, բայց գիտեք, որը երևաց։ Մի օր պայտեց այն ինչ նոր իր մեջներ լցված։ Երբ որ ինքը տեսավ, որ եբրայեցի իր եղբորը հալածում են, խփում են մի հատ եգիպտացի, որ նոր իբր Իրանից էր, իրանց եգիպտացիներից էր, նրա մեջ դուրս եկավ այդ իրական հրեա հոգևոր արժանապատվությունը ու ինքը այն հարցը, որ նոր պետք է աներ, արեց այդպես։ Գիտեք, շատ հետաքրքիր է, ինչով որ մեր լցված է, մի օր դիք դուրս է գալու։ Ինչով որ ես ու դու լցված ենք, լինի ճիշտ բան, ճիշտը դուրս կգա, սխալ բան, սխալ դուրս կգա։ Մարդիկ կան ներսևանց սխալ են լցված, բայց դրսևանց աստվածապաշտ են, Մովսեսի մոտ հակառակն էր։ Մովսեսը դրսևանց փալավոնի տան մեջ մեծացած սխալ բաներով, բայց ներսևանց ճիշտ արժեքներով էր, ու այդ ճիշտ արժեքները խոսալ տվավ իր մասին։ Ամեն։ Ճիշտ արժեքները մի օր խոսալ կտա իր մասին։ Այո, նա չէր կարող հանդուրժել մեղքը, անօրենությունը, անարտարությունը, որովհետև իր ներսը լցված էր ճիշտ արժեքներով։ Ու մենք մի այսպիսի երկ ունենք, չէ, որ երկրպագում ենք, փառաբանում ենք, օգտագործիր ինձ Տեր, չէ։ Օգտագործիր ինձ Տեր։ Համի ես կմտածեմ Մովսեսն էլ էր երևի այդ երկը երկում, օգտագործիր ինձ Տեր, ու Աստված իրան օգտագործեց սիրելիս։ Օգտագործեց 40 տարի հետո անապատի մեջ, իր ներսը փոխելով, օգտագործեց բերելով եւ փարավոնի ձեռքից ազատելով։ Գիտեք, այս վերջերը խոսում եմ տնային մեր խմբագի մեջ, եկեղեցու մեջ ասում եմ, գիտեք, մենք շատ անգամ Մովսեսին նայում ենք առաջի հայացքից ասում ենք Մովսեսը երևի վախկոտ էր։ Աստված ասեց, արի Մովսես քեզ կտանեմ, քո ժողովրդին Իսրայել ազգին կազատես, ասեց, չէ, ես չեմ կարող։ Ես ոնց կարող եմ, իմ լեզուս տկար է, ես չգիտեմ ինչպես անեմ, ասում ենք Մովսեսը վախեցավ։ Գիտեք Մովսեսին Աստված ուր էր ուղարկում։ Մի մարդու մոտ, մի փարավոնի մոտ, ով աշխարհի մասշտաբով ամենատիրակալ, ամենամեծ զորքը ունեցող ու իշխանություն ունեցող մարդն էր։ Հիմա պատկերացրեք աշխարհի մասշտաբով ամենամեծ իշխանություն ունեցող մարդուն, ու մեզանից ինչ որ մեկին Աստված ասի գնա իր մոտ, ասա որ այս ինչը այսպես չպետք է անես, սխալ ես անում։ Որս կանեինք այդ քայլը։ Նախ իր մոտ չէինք կարող հասնել, առաջինը ասեմ, եթե հասնեինք դժվար թե իր մոտից դուրս գայինք, այդ երկրորդը արդեն։ Ու Մովսեսին մենք ասում ենք, թե Մովսեսը երևի վախենում էր, չէ, Մովսեսը գիտեր ուր էր գնալու։ Մովսեսին պետք էր հաստատություն, ու Աստված տվեց այդ հաստատությունը։ Ամեն։ Ամեն։ Գնանք առաջ սիրելիներս։ Փիլիմոն առաջի գլուխ արեք բացենք։ Փիլիմոնի թուղթ։ Եթե ասեմ երկրորդ գլուխ, դուք հաստատ ինձ չեք հավատա, որովհետև Փիլիմոնի մեջ չկա երկրորդ գլուխ։ Փիլիմոնի թուղթ եւ կկարտանք 10-րդ համարից սերներս։ Աղաչում եմ քեզ իմ որդու համար, որին ծնեցի իմ կաբանքներումը, այսինքն Վոնեսիմոսի համար, որ մի ժամանակ անպիտան էր քեզ, բայց հիմա քեզ եւ ինձ պիտանի, նրան ուղարկեցի քեզ մոտ։ Դու էլ տրան, որ իմ սրտի կդորն է, ընդունիր։ Գիտեք, այս տեղը, որ կարդում ենք, ես գիտեմ ով է կարդացել այս Փիլիմոնի գիրքը, կարդացել եք, չէ՞։
երևի մինչև պատմությունը չուսումնասիրեք, այստեղը շատ չի բացվի։ Ինչի համար է Պողոս առաքյալը Փիլիմոնին ուղարկում էս նամակ, ասում է, ես քեզ ուղարկում եմ Վոնեսիմոսին քո մոտ, ընդունիր, իրան կարող է քեզ համար ինքը անպիտան է եղել, բայց ընդունիր քո սրտի կդորի նման։ Երբ որ պատմություն ուսումնասիրում են, գիտեք ով էր Վոնեսիմոսը Փիլիմոնի համար, ով էր Փիլիմոնը Վոնեսիմոսի համար։ Փիլիմոնը ինքը Կողոսիա քաղաքի մեջ լավ հարուստ ֆինանսապես կայացած քրիստոնյա էր։ Այսինքն քրիստոնյաներն են հարուստ լինում։ Ամեն։ Մեղ չկա այդտեղ։ Փիլիմոնը հարուստ էր։ Ու Փիլիմոնը ուներ ծառաներ։ Ու այդ ծառաներից մեկը իր մոտ Վոնեսիմոսն էր։ Ու Վոնեսիմոսը որոշ պատմաբանների ասում է, որ կամ վնասել էր Փիլիմոնին, կամ ինչ որ բան էր կողած է Փիլիմոնից, ու փախել էր ու բանդում էր հայտնվել։ Ու ասում է Պողոս առաքյալը բանդի մեջ տեսնելով Վոնեսիմոսին պատմությունը լսելով ինչ է անում։ Աբաշխարության է բերում, հետը աշխատում է, որ այնքան է փոխվում Վոնեսիմոսը, որ Փիլիմոնին ուղված նամակի մեջ Պողոս առաքյալը ասում է, ինչպես որ ինձ կընդունեիր, այդպես իրան ընդունիր։ Իմ սրդի կդորի պես ընդունիր։ Այո, գիտեմ վատ է եղեք ու հանդեպդ, սխալ է վարվեք ու հանդեպդ, բայց հիմա ինքը օգտակար է։ Գիտեք ինչն է այստեղ շատ ինձ դուր գալիս, որ լավ ձեռքերի մեջ անգամ անպիտանը կարող է պիտանի դառնալ։ Անպիտան էր ինքը, վնասատու մարդ էր ինքը, բայց Աստված ճիշտ ձեռքերի մեջ, որովհետև տեսավ իր սրդի մեջ կա իրականում այնպիսի սիրտ, որ կարող է փոխվել։ Ու փոխվավ այս մարդը։ Ու փոխվավ ու գնաց Վոնեսիմոսը Փիլիմոնի մոտ։ Վոնեսիմոսի մասին գրված է, որ նրա տանը ողջուններ, որովհետև մենք նրանց տանը եղել ենք, ասում է Պողոս առաքյալը։ Գիտեք, շատ լավ է, որ մենք հասկանանք, որ ամեն մարդ, ասա ամեն մարդ կարող է ճիշտ ձեռքերում փոխվել։ Ամեն։ Եթե համաձայնվի։ Մենք մի խոսք ունենք, չէ՞, ասում ենք կարմիր կովը իր կաշին չի փոխի։ Ով ասեց։ Եթե Աստծո ձեռքերի մեջ անի, եթե կարմիր չէ, կանաչ եղնի, կապուտ եղնի, գույնը չէ, անգամ որակն է կփոխի։ Տեսակն է կփոխի։ Ամեն։ Իսկ ինչ է պետք համաձայնվել, այո, Տեր, ես ունեմ փոխվելու տեղ։ Կա այստեղ մարդ որ փոխվելու տեղ չունի, թող ձեռ բարձրացնի։ Չկա։ Շատ ճիշտ տեղում ենք ուրեմն սիրելիներս։ Շատ ճիշտ տեղում ենք, ուրեմն մենք փոխվելու տեղ ունենք, Աստված էլ էստեղ է, ամեն։ Աստված այնտեղ չէ, որտեղ փոխվելու տեղ չունեն։ Հիսուս ասեց, ես չեկա առողջների համար։ Ամեն։ Գիտեք, այսպիսի մի երևույթ գոյություն ունի երկրում, երկրագնդի վրա, թրտուրը տեսել եք, չէ՞ ինչ է։ Թրտուրը, եթե ինքը իր մեջ հավատա, որ ինքը պետք է ամբողջ կյանքը սողա, ու ինքը իր պոտենցիալը չհասկանա, ինքը այդպես էլ կմնար։ Բայց թրտուրը ուներ, այսպես չագերտավոր հայտնություն, որ իր միջի պոտենցիալը սողացող չէ, թրջող է։ Իր միջի պոտենցիալը հավատացել է, որ թռնող է ինքը, սողացող չէ ամբողջ կյանքը։ Ու մի օր թրտուրը դառավ էլի թեյով, բայց թիտեր։ Ամեն։ Թրտուրը դառավ թիտեր, սողացողից թրջող։ Քրիստոնյաները թրջող են։ Ամեն։ Բարձրերում են։ Գիտեք արձիվների ու հավերի տարբերությունը որն է։ Հավերը շատ անգամ այդ փոթորիկների քամիների ժամանակ փախչում են իրանց բնի մեջ, ծվալում են մինչև որ անցնում է այդ իրավիճակը։ Գիտեք արձիվներն ինչ են անում փոթորիկների ժամանակ։ Փոթորիկների ժամանակ արձիվները բարձրանում են ավելի բարձր, քան փոթորիկն է, քան այդ տորնադոն է, նրանք վերևից են նայում, թե ինչ է կատարվում ներքևը։ Ամեն։ Փառք Աստծուն սիրելիներս։ Եվ արեք գնանք երևի վերջի տեղը կարտամ։ Առաջի Տիմոթեոս գիրքը բացենք։ Եվ 4-րդ գլուխ եւ 14-րդ համարից կկարտանք։
Առաջի Տիմոթեոս 4-րդ գլուխ եւ 14-րդ համարից։ Անհոգ մի լինիր այն քեզանում եղած շնորհքի համար, որ քեզ տրվեցավ մարգարեությունով, երեցության ձեռնադրությամբ։ Սրանք մտածիր, սրանցում կաց, որ քո առաջադիմությունը ամենին հայտնի լինի։ Սիրելիներս, մենք տեսնում ենք այստեղ մի կոչ Աստծուց, որ այո, մեր առաջադիմությունը պետք է հայտնի լինի ամեն մարդու։ Առաջադիմությունը չեմ ասում ամենակարևորն ու առաջնային նյութականը լինի։ Առաջնայինությունը, այո, կարևորությունը է մեր առաջընթացը լինի հոգևոր հասունությունը։ Երբ որ մենք տարիներով եկեղեցու մեջ ենք, փոխվել արդյոք մեր բառապաշարը, մեռնիմ ջանի դազիչ ջան, մնացել է ցավը տանիմ, թե վերացել է։ Թե մեկ էլի հələ կա։ Հələ կա, չէ՞, հələ կա։ Այն որ ասում է ծուռ նստենք, հա դուզը խոսանք, հələ կա բաներ կա։ Բայց արեք մենք հասկանանք, այո, մենք չենք կարող ինչ որ մեկի ջանին մեռնել։ Ամեն։ Ինչ որ մեկի ցավը չենք կարող տանել։ Ամեն, արեք քաղցր խոսքերով իրար դիմենք, ուրիշ ավելի քաղցր, այո, իրականում օրհնության խոսքեր հրճագենք մեկս մյուսից վրա։ Փոխվել է մեր բնավորությունը թե չէ տարիներով, մեր առաջադիմությունը երևում է թե չէ։ Ամեն։ Մեր վարկը փոխվել է թե չէ։ Գիտեք, սա շատ կարևոր է ու կոչ է, այո։ Կոչ է ամեն մեկից, որ փոխվենք իրականում, այստեղ ասում է, թող ձեր առաջադիմությունը երևա մարդկանց։ Չասես, իմս դե ծածուկ հեշմար չի տեսնում։ Սիրելիս, ամեն առաջադիմություն պետք է երևացող եղնի նաև։ Այն ինչ որ ներսից է, դա երևալու է մի օր։ Ամեն։ Ու այո, իրականում, երբ որ մենք փոխվենք, երբ որ մենք թույլ տանք, որ Աստված մեզ փոխի, մենք ոչ միայն կտեսնենք, այլ նաև շատ անգամ մեր ձեռքերով կշուշապենք մեր կյանքերի մեջ փոխված օրհնության գործեր, ամեն։ Սա ամենը կախված է նաև մեզանից, թե ինչքանով ենք փոխվում ներսից։ Եվ այո, արեք ասեմ արդեն վերնագրի իմաստը, ես դեմ որ անհամբեր սաղը սպասում եք վերնագրի իմաստին, ովքեր որ նոր ասում է հեռախոսից մի քիչ հեռու են, ChatGPT չեն մտել, Google-ին չեն հարցրել, սպասել են համբերատարությունը ծերաջել է, փառք Աստծուն ծեր համբերատարության համար։ Գիտեք, ասեմ ինչ է վերնագրի իմաստը։ Լեխ ախարայ։ Հրեական ավանդության մեջ կա այսպիսի ռաբիական ավանդության մեջ կա այսպիսի բան, երբ որ այնտեղա երեխաները մեծանում էին, նրանց ամենաառաջի ծրագիրը նպատակը թե ծնողների համար, թե երեխաների, իրանց երեխաները հոգևոր մարդիկ մեծանան։ Հոգևոր կրթություն ստանան, որովհետև իրանք վաղ հասակից արդեն իրանք գիտեն Տորան, Թալմուդը, իրանք արդեն գիտեն Բրեշիտը, այսինքն իրանց քրքերը ուսումնասիրել էին իրանք ու այդ քրքերը ուսումնասիրելով նրանք ուզում էին որ հոգևոր մարդիկ դառնան, որովհետև հոգևոր մարդիկ տեսնում են որ ազդեցիկ մարդիկ են, Աստծո կողմից առաջի դեմքերն են հոգևոր մարդիկ։ Հիմա մեր հայացքի մեջ կան Երբ ասենք առաջի դեմքեր, կարող է մեկը պատկերացնել երկրի ղեկավարների, կարող է մեկը քրեական հեղինակություններ, կարող է մյուսներ, բայց գիտեք, հրեական ժողովրդի հрьяաների մոտ առաջի դեմք ասելով հասկանում են, որ հոգևոր մարդիկ են իրանք, առաջի դեմքերն են։ Ու ամեն մեկ իրանց երեխաներն ուզում են որ դառնային հոգևոր մարդիկ։ Ու ինչպես մեր հովիվն է ասում, այո, ես էլ եմ այդպես մտածում ու պետք է հրճագենք, որ մեր երկրի մեջ, մեր քաղաքի մեջ լինելու է այսպես, որ ասեն թե հավատացյալ չես, ասել չէ, հավատացյալ չեմ, ասում ամոթին ոնց հավատացյալ չես։ Այդպես պետք է լինի։ Այդ հեղինակությունը հոգևորի պետք է բարձր լինի։ Ու գիտեք, ամեն մեկը իր երեխուն տալիս է ռաբիների մոտ, ուսուցիչների մոտ սովորեն հոգևոր կյանքը։ Ու երբ որ հոգևոր կյանքը սովորում են, ուսումնասիրում են, գալիս է իրանց կյանքերի մեջ մի պահ, մի ընթացք, մի ժամանակ, մենք ասում ենք քննություն, այո, մի պահ իրանց քննության ժամանակն էր գալիս, երբ որ այդ ռաբին ուսուցիչը գալիս էր, ուսումնասիրում էր այդ կյանքը, այդ մարդու այդ պատանու կյանքը ու մի բան էր ասում։ Կամ ասում էր գնա դու արժան չես հոգևոր կյանքին, գնա զբաղվի քո ցգնորսությամբ, գնա զբաղվի ինչ որ քո հայրը դե ուզում, գնա զբաղվի ինչ որ դու սիրում ես, դու արժան չես հոգևոր կյանքի, որովհետև չես կարող դու այսպես ապրել։ Քո կյանքի մեջ լիքը բաներ կա։ Ու կամ երկրորդ բառը որ ասում էին,
ասում են լեղ ախարայ, այսինքն արի իմ հետևից։ Երբ որ ասում են արի իմ հետևից, սա իրանց համար մի տոնախմբություն էր։ Մեզ ընդունել են։ Մենք արդեն կարող ենք լինել հոգևոր մարդ, ազդեցիկ մարդ, Աստծուն մոդիկ մարդ, ու իրանք այդ ուրախությամբ ապրում են, երբ որ մի խոսքի էին սպասում իրենց կյանքի ընթացքում, որ պիտի ասեն լեղ ախարայ, արի իմ հետևից։ Գիտեք, հիմա ինչի եմ ես խոսքը վերցրել, որովհետև երբ որ Հիսուս եկավ երկրի վրա, Հիսուս այս ամենը գիտենալով, մի օր գնաց այն մարդու մոտ, ով որ ժամանակին նրան չէին ասել լեղ ախարայ, նրան ասել էին գնաց զբաղվի քո ծգնորսությամբ հետ։ Մի օր եկավ այն մարդու մոտ, ում որ չէին ասել լեղ ախարայ, ասել էին գնաց զբաղվի մաքսավորությամբ հետ քո։ Մի օր մեկին եկավ, որ նրան ասել էին գնաց զբաղվի դու վրանագործությամբ հետ։ Գնա քո ցանցդ գործի, գնա դու քո սեղանը պատրաստի, գնա քո արեստով զբաղվի։ Էլի լավ է, էլի փառք Աստծո, գնա պիտանի եղի։ Բայց դու հոգևոր կյանքին պիտանի չես կարող լինել։ Ու Հիսուսը եկավ, մի նավագի մի մարդու մոտ կանգնեց, ասեց լեղ ախարայ, դա Պետրոսն էր, դա Անդրեասն էր, դա Հովանեսն էր, դա Հակոբոսն էր, դա Մատթեոսն էր, դա Հովոն էր, դա Ժաննան էր, դա Արադն էր, դա դու էր, դա մյուսն էր։ Գիտեք, ամեն մեկը դեք, որ մի օր Հիսուսը եկավ ու ասեց արի իմ հետևիցս։ Ամեն։ Արի իմ հետևիցս, ես քեզ կդարձնեմ։ Սիրելիս, դու ես լսել այդ խոսքը, դու ասել ես ես կգամ։ Դու ես լսել։ Գիտեք ինչ է նշանակում նաև իր բառի բացատրությունը լեղ ախարայ։ Դարձիր իմ աշակերտը, սովորիր իմ ուսմունքները, ապրիր այնպես ինչպես ես եւ շարունակիր իմ ծառայությունը։ Ամեն։ Ով է ասել ամեն Տիրոջը։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Արեք կանգնենք մեր ոտքերի վրա, սերներս։ Արեք կանգնենք մեր ոտքերի վրա։ Իրականում Աստված եկավ, կարող եք դուք գալ, Աստված եկավ այն մարդկանց, ովքեր որ մերժվել էին։ Ում որ չէին ասել, արեք իմ հետևիցս։ Բայց իրանք իրանց սաղ կյանքի մեջ մտածում են լավ կլներ մեկը ասեր։ Ու Հիսուսը այդ խոսքերը ավելի արժեքավոր դարձրեց։ Ավելի այդ խոսքերի մեջ իմաստ ու զորություն դրեց։ Ու այսօր տարերով ամեն տարի մեջ, ամեն ժամանակների մեջ այս խոսքերը լսելու հնարավորություն ունեն շատ մարդիկ։ Արի իմ հետևիցս, հետևիր իմ գործից, դարձիր իմ գործից մասնիկ եւ իմ ծառայությանը շարունակող է դարձիր։ Եվ ես քեզի պատվավոր կանեմ, եւ ես քո անունը կյանքի քրքի մեջ կգրեմ, եւ ես քեզ սպիտակ հանդերձներ կհագցնեմ, եւ ես քո անունը հոր առաջին կտավանեմ եւ քո հրեշտակներիդ առաջին կտավանեմ։ Խոսմունքները շատ են սիրելիներս, բայց մեկ կանչ եւ մեկ արձագանք։ Արի իմ հետևիցս եւ մենք ասեցինք այո Տեր կգանք։ Ամեն։ Այսօր մենք կաղոթենք սիրելիներս, որ մեր որոշումը, եթե մարդկա չի որոշում կայացրել Տեր Հիսուսին ասելու այո Տեր ես կգամ, այսօր լավ ժամանակն է որոշում կայացնելու։ Եթե մեզանից մարդիկ կան իրականում որոշում կայացրել են Հիսուսին հետևելու, բայց թմրություն է եկել, թուլություն է եկել, ժամանակները ինչ որ բանի վրա ազդել են, խնդիրներն ազդել են։ Գիտեք, այսօր ուշ չէ էլի։ Հիսուսը ասում է, ապաշխարիր, հետ դարձիր առաջին սիրուն, ես քո ներսդ նորից կնորոգեմ, վերականգնեմ, կհաստատեմ։ Կարևորը քո սիրտն է, որ ինձ պետք է։ Կարևորը քո համաձայնությունն է ինձ պետք, Աստված այսօր քեզ ասում է։ Կարևորը քո համաձայնությունն է պետք։ Եթե կան ինչ որ դժվարություններ, մենք այսօր կաղոթենք, որ Աստված հեռացնի եւ մեզ ամրապնդի մեր որոշման մեջ։ Ամրապնդի մեր որոշման մեջ։ Գիտեք, ես այն օր ուսումնասիրում եմ ու ասում եմ, նայեք, Նոյը երբ որ իր տղերքին կանչեց մի ծրագրի մեջ իրար հետ անելու, դա չտևեց 5 ամիս։ Այն որ ասում է, մեր մտքերով երկարաժամկետ չտևեց է 5 տարի, 10 տարի է չտևեց, այլ ավելի շատ։ Մի ծրագրի մեջ մտա, որը ամբողջ կյանք էր, 100-ից 120 տարի մոտավորապես։ Ամբողջ կյանք մի ծրագրի մեջ մտած ապրում էին։ Գիտեք, այսօր մենք մի ծրագրի մեջ ենք, որ ամբողջ կյանք է մեր ծրագիրը։
Այն ծրագիրը, որի մեջ որ մենք ասել ենք այո Տեր։ Ոչ թե կարճաժամկետ ծրագիր է, ոչ թե միջնաժամկետ ծրագիր է, այլ հավիտենական ծրագիր է։ Եթե մենք այսօր ասել ենք Տիրոջը այո ու ամեն, այս ծրագիրը մեզ համար մինչև մեր կյանքի վերջ ու հավիտենականություն է գնալու։ Մենք այո հավատարիմ ենք լինելու Տիրոջը, Տիրոջ գործի մեջ ծառայելու ենք, արտարությունը սիրելու ենք, չարը ադելու ենք, մեղքից հեռանալու ենք, Տիրոջը փառավորելու ենք, ամեն, մեկս մյուսից հետ քաղցր ու սիրով ենք լինելու, ամեն, սա է ամբողջ քրիստոնեության գեղեցկությունը, սիրելիներս, ամեն, հալելույա, փառք Հիսուսին, արեք խոնարհեցնենք մեր գլուխները, այո, ու ասենք Տիրոջը շնորհակալություն նախ Լեխախարայի համար, շնորհակալություն նախ հնարավորության համար, որ մենք ենք այդ շնորհքին արժանացել, դա շնորհք է տրված, Հայր շնորհակալ ենք քո քաղցր սիրո համար, քո շնորհքիդ համար, Տեր, քո մեծ ողորմությանդ համար, Տեր, այն ինչին որ արժան չենք, բայց դու Տեր իմ արկա արժանացրել ես մեզ քո շնորհքով, Տեր, եւ այն ինչին որ արժան ենք, Տեր, ողորմությունը դեգավ ու Տեր իմ Աստված խնայեցիր մեզ, Տեր, փրկեցիր մեզ, Տեր, պահեցիր եւ պահպանեցիր մեզ։ Եվ այսօր Տեր իմ արկա մենք մեր սրտի շնորհակալությունն ենք հայտնում քեզ, Տեր, որ դու Տեր իմ արկա մի օր մեզ կդար, Տեր, որ դու մի օր մեզ կանչեցիր, Տեր իմ Աստված մեր անունով, որ դու մի օր մեզ համար մի հրաշալի ծրագիր առաջարկեցիր եւ մեր սրտերի մեջ, Տեր իմ արկա, ցանկություն տրեցիր, Տեր, որ խոնարհվել, հնազանդվել, որ Տեր իմ արկա մինչև վերջ հետևենք քեզ, Տեր, մենք այսօր ասում ենք այո Տեր քեզ, այո Տեր իմ արկա, մենք շնորհակալ ենք Տեր իմ Աստված, որ դու մեր սրտերի ու մեր ներսի հետ աշխատանք ես անում, որ ասում ես բաժակը պետք է ներսից մաքրված ու սրբված լինի, եւ այսօր Տեր իմ արկա, մենք քո ձեռքերի մեջ այդ անոթներն ենք, Տեր, որ սրբես ու մաքրես մեզ ներսից, Տեր, ներսից Տեր իմ արկա, ինչ որ մարդկանց աչքերից թաքնված է, այն ինչ որ ոչ ոք չի տեսնում, բայց միայն դու գիտես, Տեր, եւ կխնդրենք, որ քո մատը տնես այդ տեղերը, Տեր, որտեղ որ մենք պետք է փոխվենք, Տեր, որտեղը պետք է Տեր իմ արկա մենք նորոգենք, Տեր իմ Աստված, քո զորությունով, ինչի մեջ ենք կաղել եւ ինչի մեջ ենք թերացել, ինչի մեջ ենք թուլացել ու թմրել, Տեր իմ Աստված, եւ անգամ քուն է եկել մեր վրա, Տեր իմ արկա, խնդրենք Հիսուս Քրիստոսի անունով, բեր քո քաղցր եւ զորավոր թարմությունը մեր կյանքերի վրա, բեր քո զորավոր թարմությունը մեր վրա, Տեր, եւ Տեր իմ արկա, թող հաստատվի մեր այն համաձայնությունը, որ ասել ենք այո Տեր, մենք կգանք Տեր, այո Տեր իմ արկա, մենք կհետևենք քեզ, Տեր, այո Տեր իմ արկա, ով փախնի, խուճապի, քեզանից հեռանա, մենք այդպիսին չենք լինի, ինչպես Պողոս առաքյալը ասեց, այո Տեր իմ արկա, այստեղ քո ձեռքն է պետք մեր կյանքերի մեջ, քո ողորմությունն է պետք, Տեր, քո առաջնորդությունը, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, պահիր մեզ Տեր իմ արկա, պարուրիր մեզ Տեր իմ արկա քո մեջ, Հիսուս Քրիստոսի անունով, եւ լցրա մեր ներսը քո ուրախությունով ու ցնծությունով, Տեր, որ մենք հետևում ենք ամենակարևոր նպատակին, Տեր իմ Աստված, որ մենք Տեր իմ Աստված հավատում ենք, Տեր, ամենակարող Աստծուն, եւ մեզ համար դու ես ամենակարևորը եւ ամենագլխավորը մեր կյանքերի մեջ, եւ ամեն բան Տեր իմ Աստված, քեզանի ջոկ Տեր, երկրորդական է Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, շնորհակալ ենք, ողջ փառքը քոնն է, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, ամեն։